Հանքավայրերում այդ պայթեցումները կարող են ինչ-որ լուրջ ազդեցություն ունեցող երկրաշարժ առաջացնել։ Ինձ հարցնում էին, արդյոք սա ամերիկացիները չեն արել պայթեցումով այդ երկրաշարժը։ Նույնիսկ մեր սպիտակի երկրաշարժի համար այդ հարցը տալիս են։ Եվ այդ պայթյունի ուժը պետք է պատկերացնել, ինչ պետք է լինի։ Տեսականորեն այդպիսի կարծիք կա, բայց պրակտիկ առումով դա իրագործելը մեր ժամանակում դա անհնար է։ Երբ ենք մենք համարում երկրաշարժի սկիզբը։ Ինքը ըստ էության ժամանակի մեջ շատ կարճ հատվածում է տեղի ունենում, երբեմն ակնթարթային պատասխանը, որ միանշանակ փոքր ցնցումներին կհաջորդի մեծ ցնցում, այդպես չի։ Իսկ կան մեր մոլորակի վրա ռեգիոններ, որտեղ երկրաշարժեր գրեթե չեն տեղի ունենում։ Եթե ցնցումներին շենքերը կարող են ինչ-որ ձև, եթե լավ սեյսմական կառուցված են դիմանալ, ապա մակերեսային խախտմանը դա քիչ հավանական է, որ կառույցը կարող է դիմանալ։ Այսպիսի խնդիրներ կան։ Բացառել, որ ասենք մեր խոսակցությունից հետո երկրաշարժ կլինի, չի կարելի։ Մեծ հարց է, թե ասենք որոշ պատերազմներ են այդքան զոհ տալիս, թե երկրաշարժերը։ Երկրորդ աշխարհում այս պայմանությամբ չկա։ Այդքան փոքր տարածքում 4500, ասենք կիլոմետր քառակուսի այդ մակերեսու մեջ այդքան բազմազանություն երկրաբանական վտանգների։ Բացառիկ դպրոց է լինելու միջազգային։ Հնարավոր է արդյոք կանխատեսել երկրաշարժերը։ Ինչով է պայմանավորված մեր ռեգիոնում վերջին տարիների բարձր սեյսմիկ ակտիվությունը եւ ինչքանով է մեր երկիրը պատրաստ երկրաշարժերի։ Այս ամենի մասին զրուցելու ենք երկրաբան Արա Ավագյանի հետ եւ հիշեցնեմ, որ գիտության եւ տեխնոլոգիաներին նվիրված մեր հարցազրույցների շարքի գործընկերն է Թիմ Տելեկոմ Արմենիան։ Վերջերս մեր ռեգիոնում բավական բարձր սեյսմիկ ակտիվություն է նկատվում ու կուզեի հասկանալ, թե ինչով է սա պայմանավորված։ Դա ինչ-որ առումով կախված է, թե ժամանակի մեջ դիտողը որտեղ է գտնվում, ասենք սեյսմիկ ակտիվության փուլում, թե անդորի փուլում։ Այսինքն սեյսմիկ օջախները ունեն այդպիսի հատկություն, որտեղ կուտակվում է էներգիա, որը մի օր պետք է այդպես անջատվի, ասենք երկրաշարժի ձևով։ Եվ այդ վարքագիծը տարբեր է լինում։ Վարքագիծը լինում է, ասենք, թե իդեալական պերիոդիկ, կոնկրետ ժամանակի հատվածից հետո, կոնկրետ չափի տեղաշարժ կամ կոնկրետ մագնիտուդով երկրաշարժ է լինում հաստատուն։ Բայց բնության մեջ այդպիսի բան իհարկե չի լինում կամ բացառիկ ինչ-որ կարճ էպիզոդով կարող է նման վարքագիծ լինի։ Իրականում այդպես իդեալական պերիոդիկ չի լինում եւ դրանք կարող են լինել էպիզոդիկ ակտիվացման փուլերով կամ էպիզոդիկ անդորի փուլերով, որոշակի վարիացիաներով իհարկե մոտենալով ենթադրենք, թե իդեալական այդ պերիոդիկ տիպին։ Այսինքն կախված նրանից, թե դիտողը այդ որ փուլում է, պետք է պատկերացնենք երկրաբանական ժամանակը ինչ չափեր ունի, մասշտաբներ ունի մարդու կյանքի համեմատ։ Բնականաբար, եթե դու դիտում ես այդ պերիոդիկ ակտիվացման փուլի ընթացքում, դու տեսնում ես ակտիվություն, բայց դա ինչ-որ արտառոց երևույթ չի երկրաշարժագիտության մեջ։ Սա է հիմնականում, այսինքն նկախված դու որտեղից ես, որ դիտակետը ժամանակի մեջ։ Հիմա մեզ մոտ, այո, որոշակի ակտիվություն կա, բայց դա նաև ֆունկցիա է աշխարհական դիրքի տեկտոնական առումով քո դիրքի, թե ինչ ակտիվ կառույցներ կան քո հարևանությամբ, ինչ միջավայրում ենք ապրում եւ ասենք վարքը ինչպիսին է կոնկրետ այդ կառույցների։ Դա էլ սա ամեն ինչը ածանցալ այդ երկրաբանական միջավայրին։ Կառույցներ ասելով ինչ ենք հասկանում։ Կառույցների երկրաշարժերը նախ պետք է լավ հասկանալ ինչ է երկրաշարժը, որովհետև մարդիկ երբեմն հարցնում են, այ մեզ մոտ շենքում անդադ ցնցումներ ենք զգում, բայց դա ենթադրենք մեր
հաստատությունը, երկրաբանական ինստիտուտը, երբ որ մետրոյի այդ թունելով անցնում է գնացքը, մեզ մոտ ցնցումներ են լինում։ Հիմա դա երկրաշարժ է թե ոչ։ Դա էլ է երկրաշարժ։ Հա, ծիծաղելի է, բայց մեր հանրությունը պետք է զանազանի երկրաշարժերը, որովհետև կան բնական եւ կան արհեստական երկրաշարժներ, այդ դեպքը, որ ասում եմ, դա արհեստական է։ Դու ավելի ցնցուն դեպք կարող ենք ասել, երբ որ պայթեցումներ են լինում, ասենք հանքավայրերում, երբ որ պայթեցումներ են լինում, հարևանության գյուղերում ցնցումներ են լինում, նույնիսկ դեպքեր են եղել, որ ասենք ապակիները կոտրվել են։ Կամ բայց բնական երկրաշարժեր, բայց բնական երկրաշարժերն էլ տարբեր են։ Պետք է դա էլ գիտակցել, որովհետև կան, ասենք, փլուզումներից առաջացած երկրաշարժերը, այնպիսի կարստային ռեգիոններ կան, որտեղ կարստերի մեծությունը հսկայական կարելի, օրինակ Ֆրանսիայում կա Դմուազել քարայրը, որի վերտիկալ բարձրությունը 400 մետր է, դուք պատկերացնում եք, իսկ տրամագիծը մոտ 100 մետր։ Եթե ինչ-որ ժամանակ դա փլվելու է, ինչ-որ ժամանակ, որտեղ էրոզիա է տեղի ունենում, ջրի հոսք կա, ջրային հոսքի, գծային էրոզիա, մի խոսքով անընդհատ ծանրահագուշի ազդեցության տակ ցնցումներ են լինում եւ կարող է դա հենց երկրաշարժը, ասենք թե հարուցել, եւ դատարկությունը եթե փլուզվի, դա էլ է երկրաշարժ առաջացնում, փլուզումային ենթադրենք, սողանքից կամ երկրաշարժ կարող։ Այկան հրաբխածին երկրաշարժեր։ Պաստորեն, երկրաշարժը ոչ միայն մոլորակի ներսից է, այսպես ասած, ծագում, այլ նաև կարող է ինչ-որ դրսից ազդեցությունների պատճառով տեղի ունենալ։ Դրսից դա, ասում եմ, արհեստական հիմնականում գործընթացներն են։ Դրսից կա տիեզերական ծագման նաև, եթե ասենք թե աստերոիդը երկնաքարը հարվածի, դա էլ երկրաշարժ չէ կառաջացնի։ Դա էլ ինչ-որ ձևով երկրաշարժ է։ Հրաբխածին երկրաշարժերը հիմնականում երևույթները կապված այն երկրաշարժերի մասին, որոնք մենք հիմա պետք է զրույցով արենք, կապված են ոչ երկրագնդի ներսի գործընթացների հետ։ Ասում եմ, հրաբխածին երկրաշարժեր կան, որովհետև մագման, երբ որ ինքը որոշակի գոյացություններով տարածվում է, եւ դա էլ ցնցումներով է ուղեկցվում։ Եվ դա էլ հրաբխածին երկրաշարժեր են, բայց այն երկրաշարժերը, որոնց մասին մենք, ասենք, զրուցում ենք եւ մեր հանրությունը անհանգստանում է, դրանք տեկտոնական, այսպես կոչված երկրաշարժեր են։ Այդ ձեր հարցը որ տվեցիք, թե ինչի հետ է կապված։ Հիմնական ուժեղ երկրաշարժերը կապված են ակտիվ խզվածքների հետ։ Եթե վերադառնանք այսպես կոչված արհեստական երկրաշարժերի թեմային, օրինակ հանքավայրերում այդ պայթեցումները կարող են ինչ-որ լուրջ ազդեցություն ունեցող երկրաշարժ առաջացնել եւ երկրի վրա լուրջ ազդեցություն ունենալ։ Ուղղակի պատասխանեմ ոչ, դա եթե շատ ուժեղ պայթյուններ պետք է լինի, որտեղ նման տեսակետ կար, որ կարելի է, եթե ասենք լարվածությունները կուտակում են երկրակեղևի մեջ, այդ լարվածությունները թոթափելու համար ասենք թե անել հարուցող պայթեցումներ, որոնք թեթևացնեն եւ փոքր երկրաշարժեր կառաջանան եւ ինչ որ ձևով կարելի է խուսափել, ասենք ուժեղ երկրաշարժ, նման տեսակետ եղել է, նման մոտեցում եղել է, բայց դա շատ բարդ խնդիր է, ըստ էության անիրագործելի խնդիր է այժմյան գիտության մակարդակից ելնելով։ Այդ հարցերը շատ հաճախ են տրվում, օրինակ ինձ Հայիթիում տրվեց այդ հարցը, երբ որ Հայիթի ահռելի երկրաշարժը տեղի ունեցավ, սարսափելի կորուստներով, սարսափելի, ինձ հարցնում էին, արդյոք սա ամերիկացիները չեն արել պայթեցումով այդ երկրաշարժը։ Դե դու իմանալով երկրաշարժի մեխանիզմը, ինչպես է տեղի ունենում, նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցումներ, այդ կլասիկ դասական երկրաշարժի, ասենք, վարքագիծն է, եւ ինչ process-ներ են նախորդում միջև երկրաշարժը, եւ դու իմանալով այդ process-ները, իմանալով թե որտեղ է եղել, էպիկենտրոնը իմանալով որտեղ է եղել, նույնիսկ մեր սպիտակի երկրաշարժի համար այդ հարցը տալիս են։ Հիմա ենթադրենք սպիտակի երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է, ասենք, մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա։
դուք պատկերացնում եք, ասենք սովետական միության են փլուզման էտապում Հայաստանի այսպես հորատանցք փորեն 10 կիլոմետրանոց, որ ոչ մեկ չնկատի, այդ 10 կիլոմետր խորության վրա տեղադրեն այդ պայթուցիկը, որ պայթեցնեն, որ հասկանում եք, այդ երկրաշարժն առաջանում է հսկայական երկիր տասնամյակներով կոլաթերակղզում փորում էր եւ ահագին անհաջողություններով, մեծ դժվարություններով տասնամյակներով հազիվ հասան 12 կիլոմետր, ասենք թե մոտավոր այդ խորությունները։ Այսինքն, երբ որ դու իմանում ես այդ ամեն ինչը, գիտես գիտական բացատրությունները, հետո հետագա ուսումնասիրությունները ցույց են տալիս ինչ նախանշաններ են եղել, ասենք թե ու դա ամեն ինչը ցույց է տալիս, հետո որտեղ է եղել, ինչ խզվածքի վրա, հասկանում ես, որ դա բնական իհարկե երկրաշարժ է։ Հետո երկրաշարժից առաջ նախացնցում է եղել։ Երկրաշարժից հետո ասենք ցնցումներ են եղել։ Հիմա նախացնցումն էլ է պայթուն։ Հասկանում եք, այսպիսի բաներ կան, եւ այդ պայթունի ուժը պետք է պատկերացնել, ինչ պետք է լինի, որպեսզի, ասենք, մոտավոր պատկերացում ունենաք, ասենք թե Հիրոսիմայի վրա որ գցել են այդ ռումբը, այնքան էներգիա է անջատվում, որ ասենք մեր միջին երկրաշարժը, ասենք մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ, ոչ ավել, առավելագույնը, որ պատկերացնեք, իսկ 1 միավոր մագնիտուդի, ասենք փոփոխությունը էներգիայի 30 անգամ տարբերություն է տալիս, որ դուք պատկերացնեք այդ չափսերը, ինչ կարգի պայթեցումների մասին է խոսքը։ Այսինքն տեսականորեն վերադառնալով հանրագումարի բերելով ձեր հարցը, տեսականորեն այդպիսի կարծիք կա, բայց պրակտիկ առումով դա իրագործելը մեր ժամանակում դա անհնար է, դա իրագործելի չի։ Նախ պետք է հասկանաք երկրաբանական, ասենք թե կառույցում լարվածությունների կուտակումը հասկանաք որտեղ է այն պահը, երբ որ ինքը մոտեցել է արդեն այդ երկրաշարժի պահը, դա պետք է հասկանալիս, դա հեշտ գործ չի, դա շատ բարդ խնդիր է, միջև պայթեցումը, դու պետք է հասկանաս այն պահը, երբ որ պայթեցումն անես, չէ՞։ Այսինքն այդ շատ բարդ գիտական խնդիր է, որը իհարկե մենք փորձում ենք լուծել, բայց ասում եմ շատ բարդ խնդիր է։ Երբ ենք մենք համարում երկրաշարժի սկիզբը, հա, այդ նախացնցումներ եւ այլն, այ որ պահից սկսած ենք մենք համարում, որ այստեղից սկսում է երկրաշարժը։ Երկրաշարժը իհարկե նախապատրաստման փուլ ունի եւ իր այդ իրագործման պահը։ Ինքը ըստ էության ժամանակի մեջ շատ կարճ հատվածում է տեղի ունենում, երբեմն ակնթարթային։ Եվ այդ շարժումները հաճախ լինում են նախացնցումներով։ Դա իհարկե եթե ունենք հիմնական ցնցում, նախացնցում, այդ նախացնցումները հենց երկրաշարժի սկիզբն են արձանագրում։ Բայց իհարկե իր հիմնական ցնցումն է ամենաէականը եւ ամենավտանգավորը։ Սա այսպես է ընդհանրապես ունի նախացնցում, բայց կան դեպքեր, որ նախացնցում չի լինում։ Օրինակ տեսեք, դուք հարց տվեցիք վերջին ակտիվացումները, հա մենք օրինակ 21 թվականին փետրվարին, եթե չեմ սխալվում, 2 բավական ուժեղ ցնցումներ ունեցան երկրաշարժեր, ասենք թե Շորժայում, Շորժայից 5 կիլոմետր հյուսիս եւ Փարաքյարի հատվածում։ Հիշում եք երկրաշարժ եղավ, որը խոճապ առաջացրեց Երևանում, որտեղ բավական զգալի երկրաշարժ էր։ Այդ Փարաքյարի երկրաշարժը նախացնցում չուներ։ Իր առանձնահատկությունը դա էր։ Այսինքն մեր երկրաբանական միջավայրը այնքան բազմակոմպոնենտ է, այդ ֆիզիկական երևույթները, որոնք օրինաչափություններ են, դրա համար մենք այնքան բազմակոմպոնենտ է, որ դժվար է դրանք միանշանակ կանխատեսել։ Այսինքն իրենք երկրաբանության մեջ դրա համար խոսում ենք ավելի շատ ոչ թե օրենքներից, որոնք ասենք մաթեմատիկայում կիրառվում են եւ ֆիզիկայում կիրառվում են ճշգրտորեն, այլ խոսում ենք օրինաչափություններից։ Մենք խոսում ենք էմպիրիկ օրենքներից, որոնք կարող են եւ բացառություններ ունենանք այդ գործընթացից ընդհանուր առմամբ նկատվող։
Փաստորեն դեպքերի մեծամասնությունում հնարավոր չի զգալ, որ այս սկսեցին նախացնցումներ, մենք ունենք որոշ ժամանակ, որ փորձենք օրինակ տեղահանել մարդկանց։ Արդյոք փոքր երկրաշարժերը կհանգեցնեն մեծ երկրաշարժի, կարելի ենք այսպես ձևակերպել։ Դե փոքր երկրաշարժը նախացնցումները լինում են, այսինքն ուժեղ երկրաշարժ կլինի, բայց պետք է հասկանանք, որ աշխարհում ամեն օր հազարավոր երկրաշարժեր են լինում։ Հազարավոր, ասենք տարեկան 100 հազարավոր երկրաշարժեր են լինում, բայց դրանք պարտադիր չէ, այդ փոքրիկ եթե հիմնականում դրանք փոքր ցնցումներ են, պարտադիր չէ, որ ամեն փոքր երկրաշարժի հետևանքում, ասենք հաջորդի, ասենք թե ուժեղ ցնցում։ Եթե լինում են նախացնցումներ, արդյոք դրանց միշտ հետևում է երկրաշարժ, կամ եթե լինում են թեթև, այսպես ասած, երկրաշարժեր, արդյոք դրանցից հետո կարող է լինել ուժեղ ցնցում։ Պատասխանը, որ միանշանակ փոքր ցնցումներին կհաջորդի մեծ ցնցում, այդպես չի։ Իհարկե այդպես չի։ Բայց որպես կանոն, տեսեք, որպես կանոն, ուժեղ երկրաշարժերին նախորդում են նախացնցումները։ Բայց միշտ չի այդպես։ Տեսեք մեր Փարաքյալի օրինակը։ Այդպիսի նախացնցումներով են փորձում կանխատեսումներն անել։ Օրինակ 1975 թվականին Չինաստանում բացառիկ դեպք է, այդպիսիներ հազվագյուտ են, երբ որ շատ հաջող ձևով սեյսմոլոգները կանխատեսեցին ներողություն երկրաշարժը 1975 թվականին։ Ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցան նախացնցումներ, բայց միայն դրանք չէին։ Կար նաև լրացուցիչ տեղեկություն կենդանիների վարքագծի հետ։ Այդ շրջանում, որտեղ նախապատրաստվում էր երկրաշարժը, այդտեղ կենդանիների վարքագծի ինչ որ տարօրինակություններ նկատվեցին։ Եվ դրա համար դրանք տեղեկացրեցին տեղական իշխանություններին եւ նրանք կազմակերպեցին էվակուացիա։ Եթե չեմ սխալվում, մի մասամբ հավաքեցին ժողովրդին, ասենք մարզադաշտում, միջոցառում կազմակերպեցին եւ այդ միջոցառումների շնորհիվ մոտավորապես 2000 զոհ ունեցան։ Մինչդեռ Չինաստանը հայտնի է այնպիսի երկրաշարժերով, օրինակ 1556 թվականին Չինաստանում երկրաշարժ եղել, որտեղ մոտավորապես 830,000 մարդ է զոհվել։ Պատկերացնում եք մասշտաբները։ Ցավոք սրտի այդ մեծ զոհերով երկրաշարժերի ցանկում Հայաստանն էլ կա, պատմական Հայաստանն էլ կա, ասենք մեր տարածաշրջանի ու այս հայկական լեռնաշխարհի հյուսիսային հատվածում ամենաուժեղ երկրաշարժը համարվում է պատմական երկրաշարժը 1139 թվականի երկրաշարժը, որտեղ արաբ պատմիչների վկայությամբ հիմնականում այդ Գանձակի ավերածություններն են նկարագրում, մոտ 230,000 մարդ է զոհվել։ Պատկերացնում եք։ Այսինքն ձեր հարցի պատասխանը միշտ չի, որ փոքր երկրաշարժին պետք է հետևի ուժեղ երկրաշարժը կարճ ժամանակահատվածի համար։ Իհարկե երկար ժամանակահատվածում այդ process-ը, այդ երկրաշարժերը հանգեցնում են ուժեղ երկրաշարժի։ Այստեղ ուրիշ հանգամանք էլ կա։ Նայած ինչ երկրադինամիկ միջավայրում եք դուք գտնվում, այս հանգամանքն էլ կա, որտեղ կան երկրադինամիկ միջավայրեր, որտեղ շատ են լինում երկրաշարժեր, օրինակ Միջին օվկիանոսային լեռնաշղթաներում, այդ կատարներում, այդ Էսաձև կատարը, եթե հիշեք, Ատլանտյան օվկիանոսում, այնտեղ նոր կեղև առաջանում, անընդհատ տեղի ունեն նոր կեղևի առաջացում, եւ այնտեղ անընդհատ դա ուղեկցվում է երկրաշարժերով, փոքր երկրաշարժերով, բայց դրանք իրանց ուժգնությունը այդպես փոքր է, եւ խորությունն էլ նույնն է չի, խորությունն էլ մակերեսին մոտ է։ Մեզ մոտ մի քիչ տարբեր է, ասենք մեր սեյսմոգենիկ այդ շերտը մինչև ասենք 20 կիլոմետր կարող է հասնել։ Տեղեր կա ավելի խորքային երկրաշարժեր են տեղի ունենում, ենթադրենք մեր հարևան երկրում մի քանի տասնյակ կիլոմետր, մինչև 60-70 կիլոմետր նույնիսկ կարող է երկրաշարժեր լինեն, այսպես կոչված, երբ որ մի կեղևը անցնում է մյուս կեղևի տակ, այդ process-ների հետ կապված չօգտագործելով այսպես մասնագիտական բառամթերք։
Ավելի խորը տեղի ունեցող երկրաշարժերը ավելի լուրջ ցնցումներ են առաջացնում։ Միշտ չէ այդպես։ Ոչ, միշտ չէ այդպես։ Միշտ չէ այդպես։ Թամապես ուժեղ երկրաշարժերը դրանք այսպես ավելի ոչ հաճախակի են լինում։ Ասենք տարեկան աշխարհում կարող է լինի 1 երկրաշարժ 8 եւ ավելի մագնիտուդով։ Ասենք 7-ից մինչև 8 մագնիտուդով կարող է 2 տասնյակ լինել։ Իսկ ասենք ավելի ցածր 6 մագնիտուդով հարյուրավորներ կարող է լինել։ Իսկ այն մյուսների մասին չխոսենք, արդեն հազարավորներ են լինում։ Իսկ կան մեր մոլորակի վրա ռեգիոններ, որտեղ երկրաշարժեր գրեթե չեն տեղի ունենում։ Համեմատական առումով այո, իհարկե, որովհետև երկրաշարժերը հատուկ են սալերի սահմանագծերին ավելի շատ։ Այսինքն որտեղ սալերը, գիտեք, երկրագնդը կազմված է սալերից, որոնք դանդաղ շարժվում են միմյանց նկատմամբ։ Դե այդ սալերը տեղ-տեղ բախվում են, տեղ-տեղ այդպես իրար հետ կողաշարժի մեջ են շարժումները, տեղ-տեղ ընդհակառակը իրարից հեռանում են։ Այս բոլոր այդ շարժումները, այդ սահմանային գծում ուղեկցվում են այսպես ակտիվ երկրաբանական process-ներով, մասնավորապես օրինակ լեռնագոյացությամբ։ Այդպիսի լեռնային գոտի մեր Ալփ-Հիմալայան գոտին է, բոլորս գիտենք դասարդապրոցից, չէ՞։ Այն երիտասարդ օրինակ այն պարզ ասած այն երիտասարդ լեռնակազմական գոտիները միշտ ուղեկցվում են երկրաշարժերով։ Այ տեսեք Իտալիայից սկսած գալիս ենք Հունաստան, Թուրքիա, ասենք Հայաստան, Իրան, Պակիստան, Հնդկաստան, բոլոր այս լեռնակազմական գոտում երկրաշարժեր են լինում։ Նույն ձևի, ասենք թե ընդհանրենք Անդերում, ասենք ամերիկյան կիսագնդում, հա, էլի ամբողջ որում այնտեղ հայտնի է շատ հզոր երկրաշարժեր, այն ձեր հարցի պատասխաններից մեկը դրանք սուբդուկցիոն այդպես ասենք երկրաշարժեր են, բավական խորն են լինում եւ շատ ուժեղ, հայտնի է Չիլիի երկրաշարժ 9 մագնիտուդայով, այլ ավել Ալյասկայի երկրաշարժը, էլի այդ բացառիկ երկրաշարժերից են, որ շատ հզոր են։ Բայց դե հասկանալի է, եթե շատ խորը լինի, մեծ տարածություն է անցնում եւ էներգիան նվազում է, այդ էլաստիկ էներգիան, որ անջատվում է, այդ էներգիան նվազում է։ Բայց այսպիսի մի խնդիր էլ կա, որ մեր միջավայրը կա կառուցված միջավայր եւ բնական միջավայր, հա։ Բնական միջավայրն ունի երկու բաղադրիչ՝ կենդանի եւ անկենդան։ Հիմա մեր անկենդան բաղադրիչի մասին ենք խոսում, որտեղ մեր, ասենք, ջրոլորտ, մթնոլորտ, քարոլորտ մեր երկրագունդն է, բայց երկրագնդի մեջ եղած, ասենք, լուրջ process-ները փոխազդում են մնացած ոլորտների հետ եւ կարող են հարուցել այլ երևույթներ, այդ թվում կատաստրոֆիկ։ Այսինքն օրինակ 1840 թվականի Արարատի մեծ երկրաշարժ։ Դա հազար երկրաշարժ էր, 7 մագնիտուդից ավելի մեծ երկրաշարժ էր եւ բազմաթիվ արարատյան դաշտում, Արարատ լեռան, ասենք, հատվածում վկայություններ կան, երկրաբանական գործընթացներ, որոնք հարուցվել են այդ երկրաշարժից։ Նույնիսկ կարծիք կա, օրինակ ժամանակակից գիտնականներից Վերները կարծում էր, որ նույնիսկ հրաբխային ժայթքում է եղել եւ նա մտածում էր դա կարող է լինել նույնիսկ առաջնային, այսինքն հրաբխային ժայթքումից ցնցումներ, բայց իհարկե այդպես չի, նա տեկտոնական երկրաշարժ էր, որովհետեւ հետագայում որոշ գիտնականներ նույնիսկ ենթադրեցին, որ մոտ 70 կիլոմետրանոց երկրակեղևի պատռվածք է տեղի ունեցել, այսինքն դա իրոք տեկտոնական երկրաշարժ է, բայց այդ տեկտոնական երկրաշարժի ժամանակ ենթադրվում է եղել է այսպես գազային արտավիժում, այսպես բանդայի տիպի, այսպես ասենք արտավիժում, որտեղ վկայություններ կան այսպես արկայծումների կարմրոտ լույսի, բայց եղել են քարաթափվածներ, ահռելի սողանքներ են տեղ ունեցել։ Այդ սառցաբեկորները, որոնք գահավիժել են, ասենք թե լանջերին
հալվելով հետագայում ցածր դիրքում հալվելով հետագայում լճակներ են առաջացել, որը այդ ցեխաքարային հոսքը ինքը իր կպչողականությունը մեծ չի եւ ջրահագենալով նա ծանրանում է եւ լանջի վրա ինքը չի կարողանում էլ մնալ, այսինքն հավասարակշռության մնա, ինքը գահավիժում է ներքև։ Եվ այդպիսի դեպքեր է եղել։ Ամբողջությամբ ողողել է Արարատյան դաշտի այդ լեռանկից այդ հատվածները։ Մի խոսքով գետահուներն են տեղափոխվել, շատ լավ վկայություններ կան, որ Արաքսի հունում, ասենք, ջրի ցայտքումներ են, ցեխաքարային ժայթքումներ են եղել, այսպես հողերի ջրի կացման երևույթ կա այդպիսի, եւ այդ բոլոր այս երևույթները վտանգներ են պարունակում, ասենք, տեսեք երկրաշարժ, որը առաջացնում է բազմաթիվ այլ process-ներ, բազմաթիվ այլ սողանքները, փլուզումները, հրաբխային ժայթքում, գետերի հուների փոփոխություն, ցեխաքարային հոսք, մի խոսքով հողերի ջրի կացում եւ այս վտանգը երկրաբանական վտանգը, որը գալիս է երկրաշարժից, այդպես համալիր պետք է նայել, ոչ թե առանձին վերցրած վտանգ, այլ համալիր, որովհետեւ գումարային վտանգը շատ ավելի մեծ արժեք կունենա։ Նախորդ հարցին վերադառնալով, իսկ որ ռեգիոններում են այս բոլոր վտանգները համեմատաբար ցածր եւ երկրաշարժերը քիչ։ Դե ես ասացի, որ արդեն նշեցի, որ սալերի սահմանային գծերում են հիմնականում կենտրոնացված այդ ակտիվ երկրաբանական process-երը, այսինքն սալերի ներսում դրանք ավելի վատ են արտահայտված կամ գրեթե չեն նկատվում։ Այսինքն ռուսական սալի ներսում համեմատած մեր տարածաշրջանի հետ բավական պասիվ է այդ տեսանկյունից։ Շատ հետաքրքիր process-ներ կան, օրինակ սկանդինավյան այդ երկրների հատվածում դիտարկում են երկրաշարժեր, բայց այնտեղ այդպես ակտիվ խզվածքներ, այդպես այդ տեսանկյունից չի, դրանով չի պայմանավորված այդ երկրաշարժերը, որ ենթադրություն կա, որ հետ սառցադարձային, որտեղ սառցապատման ժամանակ բազմակիլոմետրանոց սառցաշերտը ուրեմն ծածկել է այդ տարածքները, սառցաշերտից ազատվելով, այդպես կոչված գոյություն իզոստազիայի երևույթ, այդ դանդաղ այդ տարածքը սկսում է բարձրանալ։ Եվ դա էլ ուղեկցվում է այդպես երկրաշարժերով։ Հետաքրքիր բան ասացիք կենդանիների տարօրինակ պահվածքի մասին Չինաստանում։ Արդյոք հնարավոր է կենդանիների պահվածքով ինչ-որ կերպ կանխագուշակել երկրաշարժերը։ Դե պետք է կոմպլեքս մոտենալ, համալիր մոտենալ, պետք է բոլոր միջոցները օգտագործել, օրինակ, երբ որ սպիտակի երկրաշարժը տեղի ունեցավ, ստեղծվեց սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը։ Այնտեղ կար մի բաժին, որը հենց կենդանիների վարքագծով էր զբաղված։ Ունեին ակվարիումներում պահում էին ձկներ, կրծողներ ունեին, մի խոսքով թռչունների վարքագիծը հետևելու, այդ գիտությունը զարգանում է, այդ գիտելիքները զարգանում են, եւ պետքա համալիր մոտենալ։ Այլ կար, ասենք թե կայաններ, որտեղ մշտադիտարկում էր արվում ջրի մակարդակի տատանումները, ջրի մեջ եղած քիմիական էլեմենտները, դա նույնպես շատ կարևոր բաղադրիչ է։ Դե կուտակում են տվյալները, իհարկե սեյսմիկ կայանները, դրանք շատ կարևոր են։ Հիմա ժամանակակից, ասենք, շատ մեթոդներ են կիրառում, ենթադրենք մոտենալու համար այդ հիմնարար խնդրին երկրաշարժի կանխատեսման։ Օրինակ օգտագործում են տիեզերական մեթոդները, օրինակ GPS-ի մեթոդները։ Դրանք այսպես արհեստական արբանյակներ են եւ երկրի վրա այն երկրաբանները այն տեղերը, որտեղ հետաքրքրություն են ներկայացնում, տվիչներ են տեղադրում, եւ այս ժամանակի մեջ, ասենք միլիմետրի ճշտությամբ տեղադիրքը որոշվում է աշխարհագրական կոորդինատներով։ Հետո անցնում է որոշ ժամանակ, տարիներ, նորից են այդ կետի դիրքը որոշում եւ տեսնում են տեղաշարժված է։ Ու երկրագնդի վրա այդպիսի տեղ չկա, որ չտեղաշարժվի։ Ուղղակի տեղեր կան ավելի արագ, տեղեր կա ավելի դանդաղ։ Այդ ձևով կարողանում են մշտադիտարկել ակտիվ գոտիների շարժումները
Կան ինսար համակարգեր, էլի տիեզերական համակարգեր են, որոնք էլի արբանյակներով այսպես ռադարային հանույթ են անում, երկրաշարժից առաջ, երկրաշարժից հետո, որպեսզի հասկանան դեֆորմացիաները, ինչ դեֆորմացիաներ են եղել, ինչ տիպի շարժումներ են եղել, չափերը հասկանան։ Կան իհարկե նոր զարգացող, ասենք, երկրաշարժագիտության մեջ ուղղություններ, ինչպես ասենք հնա երկրաշարժագիտությունը, պալեոսեյսմոլոգիան կամ արխեոսեյսմոլոգիան։ Այս գիտությունները Հայաստանում արդեն բավական զարգացել են, ինչ է կատարվում, ասենք թե արխեոլոգիան ինչպես է օգնում երկրաշարժագիտության առումով։ Դե դուք էլ տեսած կլինեք մեր եկեղեցիների վրա, ասենք թե խոնարհված եկեղեցիներ, քանդված պատեր, ճեղքեր տեսած կլինեք, դրանք մեծամասամբ ոչ միայն ինքը շենքի ժամանակի հետ, ասենք թե դեգրադացվում է, ասենք ավերվում, բայց մի մեծ մասով երկրաշարժերի ազդեցությունը։ Ուսումնասիրելով պատմաճարտարապետական հուշարձանների վրա ազդեցությունը, այդ թվում եւ հնագիտական, եթե նրանց մեջ կա սեյսմիկ ազդեցություն, դա լրացուցիչ մեծ ինֆորմացիա է տալիս երկրաշարժի պատմական երկրաշարժի կատալոգը մենք լրացնում ենք։ Ավելի խորքը գնալու համար օգտագործում ենք պալեոսեյսմոլոգիան։ Տեխնիկաներից մեկը խրամուղիների տեխնիկան է, երբ որ խզման գոտիում, որտեղ ենթադրում է, որ եղել է խզման գոտի, այդտեղ բացվածք են անում, խրամուղի են բացում տարբեր մեթոդներով եւ հայտնաբերում են, ենթադրենք, նախորդ երկրաշարժի, ուժեղ երկրաշարժի մակերևութային խախտումները շերտագրության մեջ։ Դա ակնհայտ երևում է շերտերի խախտման գծային, այսպես խախտման մեջ այդ խզվածները։ Այդ դիտարկման ժամանակ հասկանալի է դառնում մի կարևոր հանգամանք, որ գործ ունենք ուժեղ երկրաշարժի հետ, որտեղ միայն ուժեղ երկրաշարժերը կարող են առաջացնել մակերևութային խախտում։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Այ եթե վերցնեք կարևոր տնտեսության համար կարևոր խոշոր կառույցներ, երբ որ անում են, ասենք արդյունաբերական, ինչպիսի քիմիական, ասենք խոշոր գործարանները կամ ասենք մեր ատոմակայանը, հա, ոչ միայն անում են սեյսմիկ վտանգի գնահատում, թե ասենք ինչ գոտիում է գտնվում, ինչ ինտենսիվության կամ ինչ արագացման գոտիում է գտնվում, ասենք տվյալ կառույցը, առանձին խնդիր է դրվում գնահատել խզման ունակությունը մակերեսային խախտում առաջացնելու, որովհետև պատկերացրեք երկրաշարժի ժամանակ լինում են անուղղակի ազդեցություններ, դա արտահայտվում է այդ էլաստիկ էներգիայի տարածման, որը մենք ցնցումներ ենք հասկանում, այդ ցնցումները, բայց կա ուղղակի ազդեցություն, երբ որ մակերևույթը պատռվում է։ Այ մենակ ուժեղ երկրաշարժերի ժամանակ է տեղի ունենում, ասենք մեր տարածաշրջանում 6 եւ ավելի մագնիտուդա է պետք, որպեսզի մակերեսային խախտում լինի, եւ եթե ցնցումներին շենքերը կարող են ինչ-որ ձև, եթե լավ սեյսմական կառուցված են դիմանալ, ապա մակերեսային խախտմանը դա քիչ հավանական է, որ կառույցը կարող է դիմանալ։ Այսպիսի խնդիրներ կան։ Փաստորեն, եթե ճիշտ եմ հասկանում, ինչքան էլ հետազոտություններ արվեն, մշտադիտարկումներ արվեն եւ այլն, ամեն դեպքում կարող է տեղի ունենալ երկրաշարժ, որը կլինի լրիվ անսպասելի գիտնականների համար։ Մեծամասամբ։ Ճնշող մեծամասնությամբ։ Գիտեք ինչ, ասել անսպասելի ընդհանրապես այնքան էլ դիպուկ չի։ Ինչու՞։ Որովհետեւ եթե ասենք երկրաշարժերը ընդհանրապես չեն կանխատեսում, դա էլ ճիշտ չլինի։ Դու կանխատեսել ինչ խնդիր պետք է լուծել։ Լուծել թե երբ, որտեղ եւ ինչ ուժգնության երկրաշարժ կլինի։ Հիմա որտեղ մենք արդեն պատկերացում ունենք, չէ՞, որ դա ուժեղ երկրաշարժերը մասնավորապես կապված են ակտիվ խզվածների հետ։ Մենք ակտիվ խզվածները գիտենք, չէ՞, որտեղ են։ Այսինքն որտեղ հարցը ինչ որ առումով լուծվում է։ Ընդ որում այդ խզվածքի որ հատվածում ավելի հավանական է, այդ հարցն էլ է որոշակի լուծվում, որովհետև այն հատվածում, որտեղ վաղուց երկրաշարժ չի լինի, պարզ ասած, հավանականությունը ավելի մեծ է, որտեղ լարվածությունները այնտեղ երկար ժամանակ են կուտակվում։
Այսինքն որտեղ հարցին ինչ որտեղ պատասխանում է գիտությունը։ Իսկ երբ հարցի Երբը բանը դժվար է։ Հիմա եկեք սկզբից խոսենք ինչ ուժգնության կարող է երկրաշարժ լինել։ Դրա այդ հարցին էլ գիտությունը որոշակի պատասխան ունի։ Բնականաբար քիչ է հետաքրքրում թույլ երկրաշարժերը, այստեղ խոսքը գնում է, ասենք գիտության ավելի շատ եւ հասարակությանը, պետությանը ավելի շատ հետաքրքրված են ուժեղ երկրաշարժերով։ Դա ֆունկցիա է տեկտոնական խախտման երկրաչափության, այսինքն ինչ երկարություն ունի խզվածքը, ինչ խորություն ունի խզվածքը, ինչ լայնություն ունի խզվածքը, այդ դրանք կարևոր հանգամանքներ են եւ ինչ արագությամբ են շարժումները տեղի ունենում։ Այս ամեն ինչը դեր ունի։ Այսինքն ամեն խզվածք չէ, որ ի վիճակի առաջացնել ընդհանրենք 7 ավերիչ երկրաշարժ։ Ամեն խզվածք չի կարող դա առաջացնել։ Այսինքն այդ առումով էլ թե ինչ կարգի երկրաշարժ կարող է լինել, նրա առավելագույն արժեքը գիտությունը կարողանում է պատասխանել օրինաչափությունների հիման վրա, էմպիրիկ օրենքների վրա։ Իսկ ժամանակը սա այլ խնդիր է, շատ ավելի բարդ խնդիր է, երկարաժամկետ առումով նույնպես գիտությունը կարողանում է ասել։ Որտեղ երկար ժամանակ չի եղել, այդտեղ ավելի այսինքն եթե ասենք թե այնպիսի գոտիներում ենթադրենք Սան Անդրեասի գոտում ենթադրենք հայտնի խզման գոտին է, ասենք թե Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան այդ հատվածներում, այնտեղ շարժումները շատ արագ են տեղ ունենում խզվածքի երկայնքով, մոտ 4-6 սանտիմետր տարեկան եւ այնտեղ քանի որ շատ արագ են պրոցեսները, էներգիայի կուտակումներն է արագ տեղի ունենում եւ երկրաշարժերը ավելի հաճախակի են լինում ուժեղ երկրաշարժեր։ Այսինքն դուք կարողանում եք տեսնել երկրաշարժերի առաջացման վարքը։ Այսինքն մինչ երկրաշարժային ժամանակը ինտերվալը կարողանում եք ֆիքսել մոտավորապես հասկանում եք թե ինչքան ժամանակ հետո երկրաշարժից հետո, քանի որ նախորդներն էլ գիտեք։ Մեր տարածաշրջանում ավելի բարդ է, որտեղ մեր մոտ արագությունները շատ փոքր են, միլիմետրերի ֆրակցիաներ են կամ միլիմետրեր են, ասենք Փամբակ Սևանի արտանիշ Վանաձոր արտանիշ սեգմենտը մոտ 2 միլիմետր, ասենք թե այսօրվա մեր գիտելիքներով, ասենք թե Խոնարհասարի սեգմենտը ամբողջ 5 միլիմետր, հասկանում եք, շատ դանդաղ է շարժում, այսինքն մենք սեյսմիկ վարքը անցյալում, ասենք ամբողջական դժվար է պատկերացում ունենալ։ Դրա համար բայց որոշակի հենց պալեոսեյսմոլոգիայի շնորհիվ որոշակի պատկերացում ունենք, որ դա ուժեղ երկրաշարժերի կրկնությունը կոնկրետ տեղանքում կարող է հազարավոր տարիներ տևել։ Այսինքն այդ առումով երկարաժամկետ որոշակի պատասխան կարողանում ենք տալ, բայց միջնաժամկետ եւ հատկապես կարճաժամկետ առումով դա շատ դժվար խնդիր է եւ կան այսպես գիտնականներ, որոնք լավատես են, ես դրանց թվին չեմ պատկանում, ասենք մեր դեռ երկար ժամանակ ունի անցնելու գիտությունը, որպեսզի կարողանա, նորից եմ ասում, այնքան բազմակոմպոնենտ է այս երևույթը, բազմաբաղադրիչ, որ այդ բոլորը հաշվի առնել շատ դժվար է, շատ դժվար է, նույնիսկ անհնարին, բայց իհարկե բացառիկ դեպքեր, ինչպես Հայչինի երկրաշարժներ, կարողացել են իդեպ այդ նույն թիմը տարիներ անց նույնպես կանխատեսում էր անում, էլի ծախսեր արեցին, մարդկանց տեղը հանեցին, բայց երկրաշարժը տեղի չունեցավ։ Հասկանում եք, այսպես է, այսպես կարող են հաջողված այդպես փորձեր լինել, դու անում ես լիքն են, այդպիսի գիտնականները շատ են, իրանք անընդհատ պարբերական կանխատեսումներ են անում, այդ կանխատեսումները իրանց ասած ոչ մեկ չի հիշում, երբ որ երկրաշարժ չի լինում, բայց եթե կանխատեսում իրականացավ, ասենք ամեն տարի մի կանխատեսում անում են ենթադրենք, մի կանխատեսում իրականություն դարձավ, ինքը դառնում է հայտնի գիտնական եւ միգուցե արժանի արդեն արձան կանգնեցնել այդ մարդու, հասկանում եք, այդպես չէ էլի իրականությունը։
Կարճաժամկետը, որը նշում եք, ինչքան ենք մենք ինչ ժամկետն ենք համարում կարճաժամկետ, օրինակ 10 տարվա պերսպեկտիվան դա կարճաժամկետ է, թե այո, կարճաժամկետ է, բայց ավելի շուտ ես նկատի ունեմ, ենթադրենք այսինչ օրը, այսինչ ժամին պետք է լինի երկրաշարժ։ Սա շատ դժվար խնդիր է, անլուծելի խնդիր է այս պահի դրությամբ։ Իսկ մոտավորապես կարող ենք գնահատել օրինակ 10 տարվա ընթացքում ինչքան է հավանականությունը, որ մեր ռեգիոնում ինչ-որ լուրջ երկրաշարժ կլինի ուժեղ։ Այսպես ձեզ պատասխանեմ, հա, ոչ թե 10 օրում, այլ վաղը այս պահին։ Բացառել չի կարելի երբեք, որովհետև նորից խզվածները շատ են, մեր ռեգիոնում շատ են ցավոք սրտի, հայկական լեռնաշխարհը այն տարածքներից է, որ գոնե այդ բանով ցավոք սրտի շատ հարուստ է, հա, եւ նրանք երկրաշարժածին են։ Նրանք կարող են առաջացնել հզոր երկրաշարժեր, ուժեղ երկրաշարժեր։ Պրոցեսները շարունակում են, դա անընդհատ պրոցես է, անցյալում կար հազարավոր, միլիոնավոր տարիներ, ապագայում էլ կլինի, հիմա էլ այդ պրոցեսները ընթանում են, բացառել, որ ասենք մեր խոսակցությունից հետո երկրաշարժ կլինի, չի կարելի։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան, միշտ պատրաստ լինենք դրան եւ այդ գիտակցումը, որ ուժեղ երկրաշարժերը հնարավոր է ամեն պահ, պետք է մեր պատկան մարմինները շատ լավ ունենան եւ դրան պատրաստվեն անընդհատ։ Դա էլի կարևոր գործընթաց է, պետք է կանխատեսել, կանխարգելել, ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատել, դա բազմակոմպոնենտ է, դա գիտությունները ներառում, սոցիալ-տնտեսական այդ հասարակական հատվածները ներառում, դա բարդ խնդիր է, որ պետք է իրագործել։ Այսինքն մարդիկ պետք է իմանան երկրաշարժից առաջ ինչպես վարքագիծ ունենալ, երկրաշարժի ժամանակ ինչ վարքագիծ ունենալ, երկրաշարժից հետո ինչ վարքագիծ ունենալ, պետք է զարգանա սեյսմիկային շինարարությունը առաջի հերթին, դա կարևորագույն խնդիր է։ Արվում է հավանականային գնահատումներ, մեզանում արված, ասենք, Սպիտակից հետո ընդունվեց նոր սեյսմիկային շինարարության նորմեր։ Այդ նորմերը, եթե չեմ սխալվում, 3 անգամ լրամշակվել են, եւ վերջինը ընդունվել է 20 թվականին, եւ գոյություն ունի վտանգի քարտեզ, որը ենթադրում է, ասենք, 4 գոտիականություն ունի հիմա, ասենք, նախկինում 78 թվականի, ասենք, վտանգի քարտեզում ընդամենը 2 գոտի կար, 7 ինտենսիվություն եւ 8 ինտենսիվություն։ Հիմա 4 գոտիականություն կա եւ մեր այդ աշխատանքների հիմնականում մեր երկրաբանական ինստիտուտի սեյսմոտեկտոնիկայի, այժմ երկրադինամիկայի եւ վտանգավոր երևույթների լաբորատորիան, նախկինում սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության աշխատակիցների, հիմնական այդ աշխատակիցների աշխատանքների շնորհիվ այդ վտանգի մակարդակը բարձրացվել է, բավական բարձրացվել է։ Եվ շինարարությունը պետք է կատարվի այդ վտանգի համեմատ, ըստ այդ վտանգների։ Այսինքն շատ կարևոր է սեյսմիկային շինարարությունը։ Դու կարող ես ասել, ընդհանրենք կանխատեսել մեծ գումարներ ծախսել, հսկայական, պետք է պատկերացնել, ահռելի գումարներ է պահանջում, որպեսզի երկրաշարժը կանխարգելես, ընդհանրենք երկրաշարժի ռիսկը, վտանգը, ավերածությունները, մահաբերությունը, ընդհանրենք կոնկրետ մահաբերությունը խուսափելու համար, մահաբերությունից խուսափելու համար էվակուացիա նախատեսել եւ այլն, հսկայական դրանք ծախսեր են, բայց ավելի ճիշտ չի սեյսմիկային շինարարություն անել։ Ավելի ճիշտ չի, օրինակ Նորթրիջի երկրաշարժը 1994 թվականին Ամերիկայում թամպես 70 մարդ են մահացել։ Իսկ նույն համարյա նույն կարգի երկրաշարժ, երբ որ բամում եղավ Իրանում 2003 թվականին, համարյա նույն մագնիտուդով երկրաշարժ, տեսեք ինչքան մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին։ Տասնյակ հազարավոր։ Հասկանում եք, այսինքն սեյսմիկային շինարարությունը կարևոր է։ Այսօր ինչքանով է մեր մոտ տեղի ունեցող շինարարությունը սեյսմիկայում ձեր գնահատմամբ։ Պետք է այսպես արձանագրել, որ շատ բան է փոխվել։ Շատ բան է փոխվել, ես ինքս շինարար չեմ,
բայց ակնհայտ է, որ ասենք մակարդակի բարձրացման համեմատ, նրա պահանջների համեմատ ներկայիս շինարարությունը համապատասխանում է։ Եվ ինքը սեյսմակայության առումով շատ ավելի այսպես ապահով է, բայց խնդիրները կան, չէ՞ որ մեր ասենք կառույցների մեծ մասը արվել են միջև այս նոր սեյսմիկ նորմերի ընդունումը, այսինքն մոտավորապես 70% մեր շինությունների կառուցվել է ոչ համապատասխան սեյսմակայուն շինարարության ներկայիս գործող նորմերի, այսինքն պետք է այդ շենքերն էլ ամրացնել, այդ որոշ շենքեր պետք է ընդհանրապես քանդել եւ նորերը կառուցել, բայց դե պատկերացնում եք այդ ահռելի ներդրումներ է։ Որոշ բաներ արվում են իհարկե, մենք մեր շրջապատում տեսնում ենք, դպրոցներն են քանդվում, նորոգվում, հատկապես այդ հասարակական կարևոր կառույցները, հիվանդանոցները, մի խոսքով այդ գործընթացը կա, երևում է եւ դա ողջունելի է, բայց դա անընդհատ գործընթաց է։ Մենք դա անընդհատ պետք է տեսնենք, նաեւ մարդկանց տեղեկատվացության մակարդակի առումով մարդիկ պետք է պատկերացնեն, հասկանան որտեղ են ապրում, հասկանան իրենց ասում են վարքագիծ ինչպիսին պետք է լինի, այդ տեղեկատվությունը պետք է լինի եւ այդ առումով մեր ինստիտուտում, մեր ինստիտուտի բազմապրոֆիլ, այսպես մասնակցությամբ մենք առաջարկել ենք ստեղծել երկրաբանական այգի, գեոպարկ, դա մի այսպես նոր երևույթ է աշխարհում, բայց մեծ տարածում ունի, բազմաթիվ երկրներ արդեն ունեն այդ գեոպարկերը, դա ինքը ունի բնապահպանական նշանակություն, ճանաչողական նշանակություն, բայց նաև ունի տուրիստական, շատ լուրջ սոցիալ տնտեսական դեր կարող է ունենալ, այսինքն տուրիզմի զարգացումը այլընտրանքային ձևով, այսինքն գնալ, տեսնել երկրաբանական հետաքրքիր այս process-ներ, հետաքրքիր օբյեկտներ, դա նույնպես կա, դա մեր ընդհանուր տունն է, չէ՞, երկրագունդը մեր ընդհանուր տունն է։ Հավասիկ մեր Հայաստանը ցավոք սրտի շատ հարուստ է բազմատեսակ երկրաբանական վտանգներով, շատ հարուստ է, եւ մենք առաջարկել ենք փոքր տարածքում, մոտ 4500 կիլոմետր քառակուսի տարածքում ստեղծել ոչ թե սովորական երկրաբանական այգի գեոպարկ, այլ երկրաբանական վտանգներով մասնագիտացած գեոպարկ, ումտեղ այնքան բազմազանություն կա այդ վտանգների, որ ասենք թե դրանց մասին տեղեկացված լինելը արդեն որոշակի առումով քայլ է դեպի կանխարգելում։ Ինչ է մեզ պետք դրա նման գեոպարկ ստեղծելու համար։ Գիտակցում։ Ես վստահեցնում եմ, եթե այդ ձևով ինչպես ջանքերով, երկրաբանական հանրության ջանքերով առաջարկում, եթե այդպիսի գեոպարկ ստեղծվի, երկրորդ աշխարհում չկա աշխարհում երկրորդը։ Ինքը ոչ միայն մեր հայ հանրության կհետաքրքրի այդ գեոպարկը, ամբողջ աշխարհին կհետաքրքրի, ամբողջ, եթե ճիշտ կազմակերպվի գովազդը, տեղեկացվածությունը այդ գեոպարկի գոյության, դա բավական տուրիստական ներհոս կբերի։ Գիտական հանրության միայն որ եթե վերցնեմ, գիտական հանրությունը, ճանաչողության, որտեղ դա մի փոքրիկ դպրոց կդառնա, դինամիկ երկրաբանությունը հասկանալու, կենթանի երկիրը հասկանալու, այլ խոսքով ասած, որտեղ մենք իսկապես մեր մոլորակ ինչ-որ առումով կարելի ասել կենթանի օբյեկտ, իր մեջ տեղի ունենում պրոցես, դա լուսին չի, դա իր մեջ հսկայական պրոցեսներ են տեղի ունենում, որոնցից մի մասը կարող է արտահայտվել կատաստրոֆիկ ձևով, եւ դրա մասին պետք է տեղյակ լինել, մեր մենակ երկրաշարժերը չեն, այնտեղ հրաբուխներ կան, այնտեղ սողանքներ կան, այնտեղ հիդրոթերմալ պրոցեսներ կան, շատ զանն, մենակ պատմական մեր երկրաշարժագիտությամբ, եթե վերցնենք, մեծ հարց է, թե ասենք որոշ պատերազմներ են այդքան զոհ տալիս, թե երկրաշարժերը,
տեսեք մենք խոսեցինք Գանձակի երկրաշարժի 230,000 մարդ։ Դա մեծ ազդեցություն է ունենում երկրի զարգացման վրա։ Սպիտակի երկրաշարժը նայեք, 21 քաղաք մասնակի եւ ամբողջական ավիրվեցին։ Ասենք ժամանակին գնահատումներ են արել 13 միլիարդ, ասենք թե այն ժամանակվա ռուբլու վնաս, բայց իհարկե այդպեսին չէ, դա պետք է նայես ժամանակի մեջ դա ինչ կա, դա բազմակի է, միջև հիմա այդ հետևանքները վերացված չի։ Ասենք թե Դվինի երկրաշարժը ենթադրենք 893 թվականի ահռելի մոտ 70,000 մարդ զոհվեց եւ Դվինի երկրաշարժից հետո մեր թշնամիները կազմակերպեցին արշավանք։ Հենց երկրաշարժից հետո օգտվելով նրանից, որ թագավորը զբաղված է երկրաշարժի հետևանքների վերացմամբ, արշավանք կազմակերպեցին Հայաստան։ Այսինքն դա լուրջ ազդեցություն է ունենում։ Այնտեղ ասում են գեոպարկում ոչ միայն, ասենք, երկրաշարժի մակերեսային խախտումների, շերտագրական, մասսայական ոչնչացման բացառիկ օբյեկտ ունենք, որտեղ Պերմ-Տրիաս այդ հատվածում երկրաբանական ժամանակի սանդղակի մեջ Պերմ-Տրիաս այդպիսի հատված կա, որտեղ մասսայական կենդանիները վերացել են։ Նույն ենթադրում են հրաբխականության հետ կապված։ Այդ process-ն էլ կարան լինեն։ Այսինքն մենք շատ փոխկապակցած ենք երկրագնդի վրա։ Այդ հասկացողությունը, այդ գիտակցումը մեր երկիր մոլորակի դինամիկ process-ների շատ կարևոր է, շատ եւ հատկապես վտանգավոր process-ները։ Իսկ մենք ապրում ենք այդ process-ների մեջ։ Մենք պետք է դա գիտակցենք եւ այդ գեոպարկը այդ շատ լավ հնարավորություն է դրա։ Հիմա դրա գիտակցումն է պետք։ Արդեն տարիներով, արդեն 11-ից ավել մենք դրա մասին խոսում ենք, ասում ենք, հույսով ենք, լիահույս ենք, որ այդ գիտակցումը կլինի։ Այդ հնարավորությունից Հայաստանը չզրկելու, ունենալու գեոպարկ, որը բացառիկ կլինի, երկրորդը չկա։ Իսկ գիտակցումից բացի ինչ չափսի ֆինանսավորում է պետք դրա համար։ Այդ հարցը ինձ շատ են տալիս, հիմա իհարկե ինձ կքննադատեն, բայց ոչինչ, ես պատրաստ եմ դրան, 0 գումարային ներդրում է պետք։ Ուղղակի պետք է բացել ազգային գեոպարկը, գեոպարկը ինքը իրան կֆինանսավորի, ինքը իրան տուրիզմով կֆինանսավորի։ Եվ գիտեք ինչ, պետք չի միջև գեոպարկ բացելը, որովհետև տուրիստների հոսքն ենթադրում է ճանապարհներ, տրանսպորտ, հյուրանոց, ռեստորան եւ այլն, չէ՞, ինֆրաստրուկտուրան։ Դե միանգամից դա չես կարող անել, չես կարող գեոպարկի համար ճանապարհներ կառուցել, հյուրանոցներ բացել, որոշ բաներ կարող ես այսպես ծրագրել, բայց ինքը գեոպարկ եթե եղավ, տուրիստի հոսք եղավ, պետությունը ինքը արդեն շահագրգռված լինի, նորոգել ճանապարհները, արդեն տեղի, ասենք թե ձեռներեցները տեսնելով, որ դրա մեջ շահույթ կարող է լինի, հյուրանոցները կբացեն, ռեստորանները կբացեն, չէ, հետո հասարակ ժողովուրդը շատ կարող է օգտվել, հասարակ ժողովուրդը իր ձեռագործ աշխատանքները կարող է վաճառել տուրիստներին, փոքրիկ խանութներին, որ տեսնում եք, չէ, ասենք տուրիստական վայրերում հասարակ ժողովուրդը իր արտադրությունը ոնց է վաճառում։ Դա խրախուսում է նաև ժողովրդական, այսպես ասած, արտադրությանը։ Տեսնում եք, երկրաբանությունից ուր հասանք։ Ինչ որ կոնկրետ լոկացիայում դա պիտի գտնվի։ Այո, գեոպարկը ենթադրում է կոնկրետ սահմաններ։ Դե մենք ունեցանք մեր պետությունը, ասենք, ֆինանսավորվեց, մենք ունեցանք այդպես նպատակային ծրագիր, որը մեր կառավարությունը ֆինանսավորեց գիտության կոմիտեի միջոցով, այդ համակարգը շատ սկսել է լավ աշխատել եւ մենք ունեցանք այդպիսի ծրագիր 2 տարով եւ այդ ծրագրի նպատակներից մեկն էր նախ այդ տեղանքը որոշել, տարածությունը եւ դա իհարկե տեղանքը հենց այնպես չի որոշվում, դա ֆունկցիա է այն երկրաբանական օբյեկտների, որոնք ունեն ոչ միայն գիտական արժեք,
նաև ունեն ուսուցողական արժեք, նաև էսթետիկ արժեք եւ կարող են ունենալ այսպես տուրիստական արժեք, ասենք քան արժեքավոր են, որ արժի գնալ տեսնել դա։ Դրանք կոչվում են երկրատեղանքներ, նոր բառ ենք մենք այսպես ներմուծել, երկրատեղանք, անգլերենով geosite, եւ այդ երկրատեղանքներն ես որոշում, եւ այդ երկրատեղանքի հիման վրա որոշում ես այդ գեոպարկի, ասենք, տարածվածությունը։ Ասեմ, որ ցանկ գոյություն ունի մեր երկրում երկրաբանական հուշարձանների, բայց այդ մեր գեոպարկում ենթադրենք, որ պատկերացնենք, այնտեղ մոտ 3 տասնյակին է մոտենում այդ երկրատեղանքները, ընդամենը մի քանիսն են, որ այդ ցուցակում կան, որ պատկերացնեք ինչ կարգի աշխատանք է արված, եւ դա ոչ միայն մեր գիտական ինստիտուտի, գիտական հանրության արված աշխատանքն է, ժամանակակից, ասենք, գործող գիտաշխատողների, նաև նախորդ սերունդների, մեր նախորդ սերունդների արված աշխատանքներն են, իսկ այդ սերունդների արված աշխատանքների այդ արդյունքն է, պտուղն է դա։ Դե մենք առաջարկել ենք, իհարկե ինքը այդպես կարծրացած սահմաններ չեն, դա կարելի է միշտ փոխվել, նոր երկրատեղանքներ ավելացնել, բայց շատ մտածված է արված դա, վստահեցնում եմ, շատ մտածված է արված։ Եվ նորից եմ ասում, եթե այդ գեոպարկը մեր կառավարությունը այդ ձևով կամ մոտավոր այդ ձևով բացի, երկրորդ աշխարհում այս պայմանությամբ չկա։ Այդքան փոքր տարածքում 4500, ասենք, կիլոմետր քառակուսի այդ մակերեսու մեջ այդքան բազմազանություն երկրաբանական վտանգների, բացառիկ դպրոց է լինելու միջազգային։ Որ տարածքի մասին է վերջի խոսքը։ Ինքը մենք դա ներառելու է Սևանան լճի հարավային ավազանը, Վայքի, Վայոց ձորի, ասենք, մի հատվածը հյուսիսային, Արարատի մարզից մի հատված, հյուսիս-արևելյան հատվածը, մի փոքր հատված Կոտայքի մարզից։ Դե ասում եմ, դա այդ պատահական չի։ Երբ որ հարևանությամբ կա հետաքրքիր օբյեկտ, օրինակի համար Սուրբ Կարապետ եկեղեցին, եթե լսել եք, դա Ուրցի լեռների հյուսիսային լանջին է գտնվում։ Այս եկեղեցին երկրաբանական երևույթի հետևանքով կիսվել է երկու մասի։ 1840 թվականին երկրաշարժի ժամանակ եկեղեցին կառուցված է սողանքային տերասայի վրա, դարավանդի վրա։ Այդ հատվածը շարժվել է, սողանքը ակտիվացել է, նորից ակտիվացել է, տեղաշարժել է, եկեղեցին կիսել տեղաշարժել է, ու այսպեսի մի հրաշքով եկեղեցին դեռ կանգուն է, ուղղակի այն հատվածը, որ տեղաշարժվել է, ամբողջությամբ փլված է բնականաբար, բայց ինքը եկեղեցին կանգուն է, բացառիկ գեղեցիկ, այսպես տեսարժան է, եւ գեոպարկը իմիջայլոց ենթադրում են նաեւ պատմաճարտարապետական հուշարձանների ներառումը։ Իսկ մենք այնքան մտածված ենք դա արել, այնքան մտածված, այնքան հիմնավորված, որ չենք վերցրել ուղակի պատմաճարտարապետական հնագիտական օբյեկտ, այլ այն օբյեկտները, որոնք ունեն երկրաբանական կոնտեքստ։ Ասենք, այս Սուրբ Կարապետի դեպքը ենթադրենք, որը ինքը շինություն, ճարտարապետական հուշարձան, որ տեսեք ինչպես կարա կիսվի ու տեղաշարժվի։ Դու գիտեք դրա մասին, ով գիտեր դրա մասին, բայց դա հրաշալի մի բան է, խնդրեմ, գնացեք ինքներդ տեսեք դա։ Ֆանտաստիկ բան է տեսնելու։ Մենք ունենք երկրատեղանք, այս ինչ որ խոսում եմ, երկրաշարժի հետ կապված են, ինչ որ խոսում եմ, բայց տեսեք մի երևույթը ինչպես կարող է հանգեցնել այլ երևույթի։ Մենք ունենք Սևանի հատակում երկրատեղանք, Սևանի հատակում, որովհետև կան խախտումներ, խզվածքներ, ասենք թե, որոնք երկրաշարժեր են առաջացնում, որոնց սեգմենտները դժվար է քարտեզագրել, օրինակ Սևանի հատակում, նրանք ծածկված են Սևանի երիտասարդ նստվածքներով։ Եվ ասենք մակերևույթի վրա, ռելիեֆի վրա այդ աստիճանները, որոնք հատուկ են խզման գոտիներին, դու չես տեսնում, բայց դա կարող ես միջնորդավորված տեսնել։ Ասենք օրինակ մեծ Սևանի ուրեմն արևմտյան ափին մոտ
Մենք ունենք Հայաստանում կա հայ-ֆրանսիական սոզորդական ուրեմն այսպես ստորջրյա սոզումների հետազոտությունների կենտրոն եւ մենք Սևանի հատակ ուսումնասիրում ենք եւ մենք քարտեզագրել ենք ուրեմն ջրի հատակում գազերի արտանետումներ այդ արտանետումների կետերը մենք հատ այսպես իհարկե բոլորը հնարավոր չի բայց այս հիմնական այդ խմբերը մենք տեղորոշել ենք երբ որ այդ կետերը տեղադրում ենք տեսնում ենք նա ունի գծային տարածում այդ գծային տարածումը պատահական չէ ինքը կապված է խզվածքի հետ այսինքն մենք կարողանանք անունենք մակերի խզվածք որը ծածկված է երիտասարդ խզվածք որը ծածկված է շատ երիտասարդ Սևանի նստվածքներով եւ այդ խզվածքը կարող է մի օր աշխատել իսկ եթե խզվածքը աշխատի ջրի տակ ինչ տեղի կունենա ջրային ծավալի վրա նույնպես կազդի չէ կառաջանան ալիքներ չէ խոսքով այսպես տեսնում եք որտեղից ուր ենք հասնում նույնիսկ կարող ենք ունենալ լճային այսպես ցունամի ինչ որ դրսևորում որը ժամանակին այսպես հրճվանք ու ծիծաղել առաջացնում հիմա արդեն լուրջ են նայում որովհետև իմ հրաշալի ուսանողներից մեկը դա այսպես մաթեմատիկական մոդելավորմամբ ապացուցեց որ դա հնարավոր է եւ այդ հոդվածը տպվեց աշխարհում այսպես ռեյտինգայի առումով առաջի 5 ամսագրերից մեկի մեջ scientific report-ի մեջ դա տպվեց Գեոպարկը իրոք ստեղծելու համար ով պիտի այդ առաջին քայլը անի կառավարությունը գիտնականները ով գիտնականները իրենց քայլն արել են կոնկրետ ինչ վերաբերում է այդ գեոպարկին ինչի մասին ես ասում եմ այսինքն գեոպարկ որը ունի ոչ միայն այն ընդհանուր նպատակները, որոնք հատուկ են գեոպարկերին, այսինքն туриզմի զարգացում, բնապահպանության զարգացում, այսինքն կայուն զարգացման մի էլեմենտ իր մեջ անպայման հիմք ունի, բայց նաև պաշտպանողական ֆունկցիա, վտանգների հետ կապված ռիսկերի կանխարգելման, բնակչության դիմադրողականության բարձրացման նպատակ ունի, որը շատ հիմնարար կարևորություն ունի, ինչ ասեմ, չարձանագրել դա Գոնե չեմ ասում հասկանալ, լավ, հասկանալ չեմ ասում, գոնե չարձանագրել դա անթույլատրելի է։ Կառավարությունը պիտի անի քայլ։ Այո, դա իհարկե առանց կառավարության սա հնարավոր չի, դա կառավարությունը պետք է նախ դա արձանագրի, այս կարևորությունը արձանագրի եւ հետո առաջին քայլն արել է կառավարությունը, այս ֆինանսավորել է, մենք այդ աշխատանքն արել ենք։ Երկրորդ քայլը պիտի արվի։ Հիմա պետք է արվի, պետք է բացվի ազգային գեոպարկը, որին պետք է հաջորդի նաեւ գլոբալ գեոպարկի հետ ցանցին միանալը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանցին միանալ, բայց դա հետագայի խնդիր է։ Դուրս պետք է բացենք ազգային գեոպարկը։